Բարի երեկո, եթերում օրրատվականի հիմնական թողարկումն է եւ այսօր ծրագրում։ Հրադադարի պահպանման ռեժիմի պարբերաբար խախտումներ երկրի պետական սահմանին, հակառակորդը գործի է դրել ինքնաձիգներ, գնդացիրներ, դիպուկահար հրացաններ։ Ավստրիացի անօթաբանների Արցախյան քարորյան բժիշկներին այսօր ընդունել է Հանրապետության նախագահը։ Մենք ներկայացնում ենք բժշկության մեր ուղղությունը այն է անօթաբանությունը, որը պետք է զարգանա նաև Արցախի նման փոքր երկրում, ինչի համար էլ մենք եկել ենք։ Ինչ փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն իշխանության մի շարք մարմինների, մայրաքաղաքի ու շրջանների 2017 թվականի ֆինանսավորման մեջ։ Գալիք տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի հանձնաժողովային քննարկումներն ավարտվում են։ 10 օր հետախուզական պեղումների համար ընդհանուր առմամբ մոտ 140 քառակուսի մետր պեղված տարածք եւ արդեն իսկ բավական շատ հետաքրքիր նորություններ կան։ Որոշ մահարձանների կոտրված բեկորներ կարծես արդեն գտնվել են, ինչպես օրինակ այս երկու բեկորները, այնինչ կարելի էր գտնել գետնի երեսին, գիտնականների համար արդեն իսկ պարզ է։ Ավելի մեծ ինտրիգն այն է, թե ինչ կարող է լինել կրաշաղախի ծածկույթի տակ։ Սա պարզ կլինի պեղումները շարունակելու դեպքում։ Ուշագրավ մանրամասներ նոր Կարմիրավանի պեղումներից։ Սպասված ձյունն անսպասելի չէր արտադրական ենթակառուցվածքների համար, ձմեռն իր իրավունքների մեջ է։ Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 գրակոց։ Ի տարբերություն նախորդ օրերի խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգներից եւ գնդացիրներից, ինչպես նաեւ դիպուկահար հրացաններից 73 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները զգոն հետևել են շփման գծում տիրող իրավիճակին եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նույն աղբյուրի համաձայն նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է մեր հանրապետությունում գտնվող մի խումբ ավստրիացի անօթաբանների։ Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ավստրիացի բժիշկներին Արցախ ժամանելու եւ իրենց փորձը կիսելու համար, ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացմանը եւ որակելով նրանց գործունեությունը որպես մարդասիրության ու բարեկամության վառ դրսեւորում։ Wir vertreten die Gefäßchirurgie, das ist eine sehr neue. Մենք ներկայացնում ենք բժշկության մեր ուղղությունը այն է անօթաբանությունը, որը պետք է զարգանա նաև Արցախի նման փոքր երկրում, ինչի համար էլ մենք եկել ենք։ Քառօրյա աշխատանքային այցի ընթացքում մենք փորձելու ենք հնարավորինս շատ վիրահատություններ կատարել։ Ինչ փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն իշխանության մի շարք մարմինների 2017 թվականի ֆինանսավորման մեջ։ Մանրամասները ներկայացվել են ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Նախատեսվողը ներկայացրել եւ խորհրդարանականներին հուզող հարցերը պարզաբանել են պատասխանատուները։ Նախքան բյուջե 2017-ից ունեցած ակնկալիքները ներկայացնելը հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը 2016-ի ծախսերի տրամաբանությանն է անդրադարձել։ Ծախսել են խիստ անհրաժեշտության դեպքում խնայել բոլոր հնարավոր դեպքերում, արդյունքում տարին խնայողությունների որոշակի պաշարով են ամփոփելու։ Ինչ վերաբերում է ընթացիկ տարում ակնկալվող փաստացի ծախսերին, ապա դրանք կկազմեն շուրջ 368 միլիոն դրամ, կտնտեսվի եւս մոտ 78 միլիոն դրամ։ 2017 թվականի ծախսերն էլ պլանավորում են նույն տրամաբանությամբ, հիմնական հոդվածներն անփոփոխ են մնալու, պահպանելով ծախսերի 2016-ի մակարդակը, որոշակի աճ է նախատեսվում մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներում եւ աշխատավարձի ֆոնդում, աշխատավարձի բարձրացում չի լինելու, պարզապես որոշ հաստիկներ, որ 2016-ին թափուր էին, 2017-ին կարող են զբաղեցվել։ Ազգային ժողովի ծախսերում էլ էական փոփոխություններ չեն նախատեսվում գալիք տարի, պետբյուջեից կհատկացվի 538 միլիոն 2016-ի 530 միլիոն դրամի դիմաց։ Համատական աճը կազմում է մոտ 7.5 միլիոն դրամ, որը հիմնականում նախատեսված է աշխատանքի վարձատրության հոդվածով օրենքով սահմանված կարգով պետական ծառայողների գործակիցների աճով, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների ծախսերով։
Դատական համակարգին նախատեսվում է 558 միլիոն դրամ հատկացնել 2016-ից մոտ 12 միլիոն դրամով ավելի շատ։ Որոշ մանրամասներ առանձնացրել է Գերագույն դատարանի նախագահը։ 7 միլիոն 80 հազար դրամ աճ է գրանցվել աշխատանքի վարձատրության հոդվածում, ինչը պայմանավորված է դատավորների ստաժի և դատական ծառայողների աշխատավարձի բնականոն աճով, ինչպես նաև դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված 3 անձի համար կրթաթոշակ սահմանելու հետ։ Հոդվածների հիմնական մասն անփոփոխ են մնալու։ Գլխավոր դատախազության ծախսերը բյուջե 2017-ով 497 միլիոն դրամ են նախատեսվում։ Հիմնական մասը աշխատավարձին է ուղղվելու, 4 միլիոն դրամ ավելացման մի մասը աշխատավարձի բնականոն բարձրացման, մի մասն էլ գրասենյակային ծախսերի ավելացման հիմքով է։ Արդարադատության նախարարությունը 2017-ին 337 միլիոն դրամ է ստանալու։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 1 միլիոն 895 հազար դրամ, 0.7%։ Հանրային պաշտպանի ծառայությունների ցանկը տարեսկզբից որոշակի կընդլայնվի։ Դրա համար 2 նոր հաստիք են նախատեսել։ Պատգամավորների հարցերի զգալի մասը հասարակական եւ քաղաքական սեկտորի ֆինանսավորման մանրամասների հետ էր կապված։ Ընդմիջումից հետո օրվա առաջին կեսին շարունակվել է պետական իրավական հարցերի եւ ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Իրենց ղեկավարած կառույցների 2017 թվականի ծրագրերից եւ դրա համար նախատեսվող ֆինանսավորումից մանրամասներ են ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Քաղաքծառայության խորհրդի նախագահը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Նորեր Հովսեփյան, Հայկ Բաբայան, օր։ Օրվա երկրորդ կեսին ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ է հրավիրվել։ Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են մայրաքաղաքի ու շրջանների բյուջետային հատկացումները։ Ստեփանակերտ քաղաքի բյուջեի 21%-ը սեփական եկամուտների հաշվին է, դժվարություններ են առաջանում հավաքագրման հետ կապված։ Քաղաքային բյուջեն նախատեսում է արդյոք ճանապարհների ու տանիքների կապիտալ վերանորոգում, մանկական խաղահրապարակների շինարարություն։ Այդ աշխատանքները, որ դուք նշեցիք, քաղաքապետարան կապիտալ շինարարություն այդպեսին չի իրականացնում։ Այդ աշխատանքները իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը, ասենք քաղաքին հատկացած միջոցների հաշվին մենք ունենք խնդիրներ եւ ճանապարհների հիմնական խճապատման հարցերին։ Ինչ վերաբերում է տանիքների, քաղաքապետարան հատկացված գումարները չնչին են, մենք հնարավորություն ունենք տանիքները կամ բակերի բարեկարգում իրականացնել։ Ասկերանի 2017 թվականի բյուջեն հաստիկի կրճատման ու գազի գների նվազման հետ կապված նվազել է։ Բյուջեի 141 միլիոն դրամը ապահովվելու է սեփական եկամուտներով։ Ինչ 2016 թվականի համեմատությամբ աճել է 1 միլիոն 521 հազար դրամով, կամ 1.1%, որն էլ պայմանավորված է սեփական եկամուտների ավելացմամբ։ 2013 թվականին համայնքային բյուջեի ծախսերը կազմում է 354 միլիոն 853 հազար դրամ, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 3 միլիոն 461 հազար դրամով, կամ 1%, որն էլ պայմանավորված է տնտեսագիտական հոդվածների ավելացմամբ եւ դերը համայնքի նոր մեքենա տրամադրման համար։ Հադրութի բյուջեն 1 միլիոն դրամով նվազել է, կազմելով 136 միլիոն դրամ։ Մարտակերտի բյուջեն նախորդ տարվա համեմատ 3 միլիոն դրամով պակաս է։ Բյուջեի 100 միլիոնը սեփական եկամուտների հաշվին է։ Նշված պակասացումները հիմնականում կապված են ապրիլյան պատերազմի հետ, անցած տարվա համեմատ 2 միլիոն 30 հազար դրամով ավելացել է հարկային եկամուտները, որը կապված է գույքահարկի ավելացման հետ։ Մարտակերտի համար 1 դպրոցի կապիտալ շինարարության հարցը բարձրացվեց։ Մարտակերտի շրջանում առավել մեծ ու գլոբալ խնդիրներ ունենք, դա սահմանային այդ 3 բնակավայրերի քաղաք Մարտակերտ, Մադաղիս եւ Թալիշի դեռևս ապրիլյան պատերազմի հետևանքով այդ ավերածությունները իրականացման լուրջ խնդիրներ ունենք, քաղաքապաշտպանության հետ կապված ապաստարանների խնդիր ունենք, որը պահանջելու է մեծ ֆինանսական միջոցներ։ Մարտունու բյուջեն 370 միլիոն դրամ է, որից 179 միլիոնը ապահովելու են սեփական եկամուտները։ Նախորդ տարվա համեմատ 2 միլիոն տնտեսումը լուսավորության ու բարեկարգման հաշվին է։ Քաշաթաղի բյուջեն գրեթե չի փոխվել, կազմելով շուրջ 280 միլիոն դրամ, 107 միլիոն դրամ էլ Շահումյանի բյուջեն է։ Պատգամավորական հարցադրումը Մարտակերտ Վարդենիս ճանապարհի տնտեսական սպասելիքներից են։ Մեծ ակնկալիքներ ունենք ինչպես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ, այնպես էլ ճանապարհի կողքին կրպակների ու այդպես ասած հացությունների սպասարկման։ Ինչպես նաև Դադիվան համայնքում նախատեսված է 2 հյուրատոցային համալիրի բացում։ Մարինե Մկրտչյան, Բենիկ Արախանյան, օր։
Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այսօր արդեն եղանակային կանխատեսումները հնարավորին չափ ճշգրիտ են դարձել, եւ ձյան հնարավոր տեղումների մասին իրազեկվածությունը պաշտպանում է մեզ տհաճ անկալներից։ Սպասված ձյունը չի խաթարել արտադրական ենթակառուցվածքների բնագավառի բնականոն աշխատանքի ընթացքը։ Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով միջպետական բոլոր երթուղիներն աշխատել են սահմանված չվացուցակով։ Ուղևորափոխադրող ընկերությունների կողմից ներհանրապետական միայն 3 երթուղիներ չեն սպասարկվել, ինչը եղանակի հետ կապելն այնքան էլ ճիշտ չէ, ասում է Տիգրան Գաբրելյանը։ Հաթերք Ստեփանակերտը չի ժամանել այսօր, չի ժամանել Մոխրաթաղ Ստեփանակերտը եւ չի մեկնել Ստեփանակերտ Նինգի Մարտունի երթուղին։ Բայց պիտի ասեմ, որ ասենք Մոխրաթաղ Ստեփանակերտը չի եկել, բայց Մարտակերտ Ստեփանակերտ, Ջանյաթա Ստեփանակերտ նույն ընթացող երթուղիները աշխատել են, այսինքն որևիցե արտառոց բան չկա, կարծում եմ կարող է մեքենայի վիճակը չի բավարար եղել, որպեսզի այս եղանակին քշի կամ այլն, այս խնդիրները ընթացիկ են, որոնք որ կար ժամանակում լուծում կստանան։ Ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքները մայրաքաղաքում սկսվել են գիշերն անց։ Մեր աշխատանքը մենք սկսել ենք գիշերը ժամը 1:00-ից։ Աշխատանքը սկսել ենք մեր երկու այդ աղցան եւ ձնահավաք ավտոմեքենաներով, մեկը Զիլա, մի հատ էլ Կամազ։ Բացի դրանից աշխատում էր եւ մեր GCB-ին, մեր բանվորները սաստեղ էին, աղը պիտի միշտ մեր ավազի հետ խառնած բռնենք փողոցները։ Քաղաքի բոլոր ճանապարհները բաց են, ոչ մի բան չի եղել։ Այս գիշեր տեղացած առադյունը լուրջ դժվարություններ չի առաջացրել նաև էներգետիկայի բնագավառում։ Մենք մի 2-3 համայնքներում փոքր անջատումներ, որ այսօր այս պայդրությամբ աշխատում են համապատասխան ուրեմն անջատումները վերացնելու ուղղությամբ, կապի բնագավառում եւս լրիվությամբ աշխատում են բոլոր հերարձակիչ կայանները, որովհետեւ խնդիր չունենք։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր։ Անցած գիշեր ու առավոտյան հանրապետության տարածքում տեղացած ձյունը դրական կողմերով հանդերձ նաև լրացուցիչ նախադրյալներ է ստեղծել արտակարգ դեպքերի համար, որոնցից կարելի է խուսափել պահպանելով անվտանգության նորմերն ու կանոնները։ Տեսանյութը ներկայացնում է ԼՂՀ կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ելնելով բնակչության անվտանգության պահպանման անհրաժեշտությունից, նման օրերին ուժեղացված ռեժիմով են աշխատում համապատասխան շահագրգիռ կազմակերպությունները։ Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցամերձ ու այլ բանուկ խաչմերուկներում հերթապահություն են իրականացրել ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներն ու ԼՂ ոստիկանության պետավտոտեսչության աշխատակիցները, ովքեր հիմնականում օգնում են երեխաներին ու տարեցներին, քանի որ վերջիներս են համարվում հասարակության առավել խոցելի խավերը։ Ուժեղացված ռեժիմով են աշխատել Ստեփանակերտի Սանմաքրում կանաչապատում կազմակերպության աշխատակիցները, ովքեր ամբողջ գիշեր ճանապարհների եւ մայթերի ձենեմաքրման աշխատանքներ են իրականացրել, ինչի շնորհիվ մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային եւ այլ պատահարներ չեն գրանցվել։ Ըստ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալների, տեղացած ձյան պատճառով առավոտյան դժվարանցանելի են եղել ներհանրապետական ճանապարհների մի շարք հատվածներ, փակ էր Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհի Խարվաճար-Սոտ հատվածը, դժվարանցանելի Ստեփանակերտ-Գորիս-Մայրողու Քաշաթաղ-Գորիս հատվածը։ Նշված ճանապարհահատվածներում վաղ առավոտից մաքրման աշխատանքներ են իրականացրել Արցախ ուղի, Ճանշին, Վահե Կարապետյան կազմակերպությունները։ Ժամը 20-ի դրությամբ ներհանրապետական բոլոր ճանապարհներն անցանելի են։ Դժվարանցանելի են Քաշաթաղ-Գորիս եւ Խարվաճար-Սոտ ճանապարհահատվածները։ Ըստ օդերևութաբանական ծառայության տվյալների, այս գիշեր եւ վաղը ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ճանապարհներին արկա է մերկասառույց։ Ելնելով դրանից արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դիմում է բնակչությանը առաջին հերթին վարորդներին։ Առանց խիստ անհրաժեշտության, հատկապես գիշերային ժամերին, չշահագործել տրանսպորտային միջոցները, չերթևեկել ոչ սեզոնային եւ հնամաշ անվադողերով, հետիոտներին խնդրում ենք առավել ուշադիր լինել, պահպանել անվտանգության նորմերը, ճանապարհը հատել սահմանված հատվածով, ծնողներին ուշադիր լինել երեխաների նկատմամբ, որևէ արտակարգ պատահարի դեպքում զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով 047 94 09 11
047 94 39 11։ Գործում է նաև անվճար բջջային հեռախոսակապ 101 911 112 համարներով։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին օր ծրագրի համար։ Նոր Կարմիրավանում հայտնաբերված կոթողները ոչ միայն իրենց տեղադրման վայրում են մնացել, այլև ամենայն հավանականությամբ պատրաստվել քանդակվել են հենց տեղում։ Այս եզրակացությանն են հանգել հետախուզական պեղումների մասնակիցները։ Դա սակայն միակ նորությունը չէ։ Մանրամասներին իմ գործընկերներն են տեղյակ։ Հետախուզական պեղումները սկսվել են կոթողների հայտնաբերումից գրեթե անմիջապես հետո, մարդակերպ հուշարձանները հայտնաբերվել են բավական մեծ տարածքի վրա, պեղումների համար ընտրել են այն հատվածը, որտեղ հողի մակերեսին կոթողներն ու նրանց բեկորները ավելի շատ էին, հնագետները հուսախաբ չեղան, հենց առաջին օրերից էր պարզ, որ ճիշտ հետքի վրա են։ Աշխատանքների առաջին օրերը արդեն բացեցինք գլաքարով եւ գրաքարով այս շերտը, բայց ակնհայտ էր, որ սա պատահական այստեղ հայտնված քարեր չեն եւ մենք կարող ենք աշխատանքների այս փուլում արդեն կարող ենք խոսել կրոմլեխի մասին, այսպես քարերով շերտը կրոմլեխի զրահն է։ Զրահի այս հատվածը դեռ հողի տակ գտնվող շրջանագծի աղեղն է ընդամենը։ Կրոմլեխի քարապատ զրահը ամբողջովին բացվելու դեպքում կներկայանա որպես շրջանագիծ։ Նորություններ կան նաև զրահի ներսում։ Զրահի ներսում արդեն տեսնում ենք, որ պատել են կրաշաղախի մոտավորապես 30 սանտիմետր շերտով եւ այս կրաշաղախի շերտի վրա կանգնեցվել են կոթողները։ Մարդակերպ կոթողները կանգնեցված են եղել շրջանագծի ներսում, ունեցած նյութը բավարար է պնդելու համար, որ հայտնաբերված հուշարձանները իրենց նախնական տեղադրման վայրում են։ Դեռ ավելին, մի շարք անուղղակի ապացույցներ հիմք են տալիս ենթադրել, որ կոթողները ոչ միայն իրենց տեղում են մնացել, այլև հենց այստեղ կամ առնվազն շրջակայքում են պատրաստվել։ Մեր կառույցի հիմնական տարածքում եւ թե շրջակայքում մեծ թվով կրաքարի բեկորներ կան, որոնք չի բացառվում, որ հենց այս կոթողների մշակման արդյունքում են այստեղ հայտնվել, այսինքն կարող ենք այս բան ենթադրել, որ կոթողները հենց մոտակայքում էլ պատրաստվել են։ 10 օր հետախուզական պեղումների համար ընդհանուր առմամբ մոտ 140 քառակուսի մետր պեղված տարածք եւ արդեն իսկ բավական շատ հետաքրքիր նորություններ կան։ Որոշ մահարձանների կոտրված բեկորներ կարծես արդեն գտնվել են, ինչպես օրինակ այս երկու բեկորները։ Այնինչ կարելի էր գտնել գետնի երեսին, գիտնականների համար արդեն իսկ պարզ է։ Ավելի մեծ ինտրիգն այն է, թե ինչ կարող է լինել կրաշաղախի ծածկույթի տակ։ Սա պարզ կլինի պեղումները շարունակելու դեպքում։ Կարող ենք ասել, որ հետախուզական աշխատանքները տվեցին իրենց հիմնական արդյունքը, սակայն այսքանով չի կարելի սահմանափակել։ Թե երբ կսկսվեն հիմնական պեղումները, պարզ կդառնա ավելի ուշ, ընդ որում պեղումները ամենայն հավանականությամբ միայն Կրոմլեխի տարածքում չեն իրականացվի, հարևանությամբ թաղում է բացվել Կրոմլեխին մոտ ոչ միայն աշխարհագրորեն, այլև ժամանակագրությամբ։ Հիմնահողային թաղում է իրականացվել։ Գտնված նյութի մի մասը ծիսական եւ դամբարանային նյութ է, մի քանիսը կենցաղային բնույթի իրեր են։ Հնագիտական նյութը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 9-ից 7-րդ դարերով։ Այս գտածոները դաշտում չեն մնա, դրանք ժամանակավոր կպահվեն Տիգրանակերտի թանգարանում, իսկ ռեստավրացիայից հետո կհանձնվեն էկոնոմիկայի նախարարության տնօրինմանը։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր։ Երևանում Թեքեյան կենտրոնում բացվել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձների նվիրված Ազատությունն այլընտրանք չունի անկախություն խորագրով եղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի անկախության սերնդի 7 նկարչի՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի եւ քանդակագործներ Դավիթ Սարգսյանի ու Հայկ Հակոբյանի թվով 60 աշխատանք։ Ձեռնարկը, որն իրականացվել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի հովանավորությամբ ու Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների Շուշի քաղաքի թանգարաններ ՊՕԱԿ-ի աջակցությամբ բարեգործական է։ Ցուցանմուշների վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հատկացվելու է երիտասարդ ստեղծագործողներին եւ Շուշիի կերպարվեստի թանգարանին։ Ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 30-ը։
Ծրագիրն ավարտում ենք հաճելի ու բարի լուրով։ Միացյալ Նահանգներում բնակվող արմատներով Հալեպից Վիկտորիա Շաքարյանն Արցախի սահմանները հսկող զինվորների համար գործել է տաք գուլպաներ։ 85-ամյա կինն այցելում է Լոս Անջելեսի Վիկտորիա ցերեկային առողջապահական կենտրոն, որտեղ հունիսից առ այսօր պատրաստել է 50 զույգ գուլպա։ Ամերիկաբնակ հայուհին տեղյակ է, որ հայկական բանակում ծառայում են նաև կանայք։ Նրանց համար էլ ավարտին է հասցրել 8 զույգը եւ ծանրոցն արդեն ճանապարհին է։ Իդեպ Վիկտորիա Շաքարյանը երազանք ունի, որ մի օր հայ զինվորի համար կերակուր է պատրաստելու։ Առողջական վիճակից ելնելով երազանքի իրականացումը դեռ հետաձգվում է։ Տեսանյութն էլ մեզ է տրամադրել US Armenia մեր գործընկերները։ Ամեն մարդ կարող է ամեն ինչ ունել։ Կարող է ամեն ինչ աշխատանք ունել, որ մեզ մեր ազգի համար։ Ազգը մեզի պետքություն ունի, միայն տրամով չէ, խոսքով չէ, գործով չէ, դակավին իսկ քեդինը եթե մեկ գացին զարնեսն օգտակար է, որովհետև մեզի պետքություն ունի։ Բայց ես մեկ բան ուխտածեի, անիգած չեղավ, ուխտածեի, որ Հայաստան երթամ 2 ամիս զինվորի գերագուր եփեմ։ Միայն անի ուխտածեի, բայց դժբախտաբար անահանգիստ չեմ։ Այսօրվա համար այսքանը, ես ես հրաժեշտ եմ տալիս, մնացեք խաղաղությամբ։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն առանց ձեղումների եղանակ։ Վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հյուսիս-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը 2-ից 7 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 6 աստիճան տաքություն։